Արդարադատության նախարար Սրփուի Գալյանն ապրիլի 7-ից 11-ը գործուղվել էր ԱՄՆ։ Այցի նպատակը գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային համաժողովին մասնակցելն է եղել։ Սակայն նա դեսպան Լիլիթ Մակունցի ջանքերով փորձել է ԱՄՆ բարձրաստիճան կաբինետներում հանդիպումներ ունենալ, որ ցույց տան ՀՀ իշխանությունները սերտ համագործակցում են Թրամփի վարչակազմի հետ։ ԱՄՆ դեմոկրատական իշխանությունների հետ սերտ աշխատած եւ ընտրություններում Քամալա Հարիսին պաշտպանած ՀՀ իշխանությունները Թրամփի ընտրվելուց հետո անհեթեթ վիճակում են հայտնվել եւ փորձում են իրենց սխալները շտկել, սակայն բոլոր ջանքերն անհաջողության են մատնվում։ Այդպես էլ ձախողվել է նաեւ Գալյանի այցը։ Քարորիա ուղևորության ընթացքում միակ բանը, որ նա կարողացել է անել, ԱՄՆ պետքարտուղարությունում ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի հետ։ Կովկասյան հակամարտությունների գծով խորհրդական է, որը Մինսկի խմբի նախկին համանախագահն էր։ Ուշագրավ է, որ մինչ այս պահը ոչ այս հանդիպման մասին, ոչ ընդհանրապես նախարարի ԱՄՆ այցի վերաբերյալ չկա պաշտոնական հաղորդագրություն։ Հավանաբար այնքան են նեղվել ցածր մակարդակի հանդիպան փաստից, որ գերադասել են լռել։ Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին էլ Փաշինյանն էր քարորիա այցով ԱՄՆ մեկնել, որի ընթացքում կարողացավ միայն լուսանկարվել ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ։ Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի ակտիվությունը շատերին է նյարդայնացնում, անգամ պետական պաշտոնյաների։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մտերիմին բողոքել է, թե մեզնից պահանջում են կնոջը նույն պատվին արժանացնել եւ նույն կերպ դիմավորել ճանապարհել, ինչպես ամուսնուն ենք ընդունում ճանապարհում։ Ասել է, որ հատկապես մարզային այցերի ժամանակ ողջ մարզը ոտքի են հանում։ Օրեր առաջ աշխատանքներ տանում, բոլոր կառույցներին համար 1 հայտարարում, որ վարչապետական այցի արարողակարգով ընդունեն եւ տիկինը դժգոհ չմնա։ Իսկ տիկին անչափ ակտիվացել է, չկա օր, որ մի կառույց ու համայնք չայցելի։ Այսօր էլ նրան սպասում են Շիրակի մարզում, այցելելու է Գյումրի, մասնակցելու իր օգնական Վարդուհի Մանուկյանի որդու, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ռաֆո Սահակյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը։ Միջոցառումը նախատեսված է Գյումրու ժողովրդիկների պետական նվագախմբի շենքում։ Երեկ Փաշինյանը հերթական անգամ իր հավատարմությունը հավաստեց Թուրքիային։ Թուրքիայի դրոշն այրելը սադրիչ հրահրող անպատասխանատու ու անընդունելի անվանելով։ Մինչդեռ դրոշայրելը քաղաքական ակցիա է։ Մինչև իշխանափոխությունը իրենք էլ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց Ռուսաստանի դրոշն էին այրում եւ դա սադրիչ չէին համարում։ 2015-ին այդ ակցիային մասնակցում էին ԱԺԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի այսօրվա օգնական Դավիթ Գևորգյանը, ԱԺ փոխոսնակ Հակոբ Արշակյանը։ Դավիթ Գևորգյանը նաև ոտքերն էր սրբում դրոշի վրա։ Թե ինչու են հիմա վատ զգում Թուրքիայի դրոշն այրելուց, պարզ չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ցեղասպան քաղաքականությունից չի էլ հրաժարվել։ Գաղտնիք չէ, որ հայաստանյան իրադարձություններով նաև դրսում գտնվող հայ համայնքներն են անհանգստացած եւ տարբեր աշխարհակաղակական կենտրոններում են փնտրում քաղաքական հասարակական գործիչներ, որոնք կարող են գալ Հայաստան եւ դերակատարում ունենալ իշխանություն ձևավորել։ Պարզ է, որ Ռուսաստանի կառավարող օղակներում եւս փնտրտուքների մեջ են, թե ում վրա կարող են խաղադրույք դնել կամ հայաստանյան ներքաղաքական կյանքում ում կարող են ակտիվացնել։ Ըստ այդմ տարբեր շրջանակներում տարբեր անուններ են քննարկվում, օրինակ Արթուր Ջանիբեկյանի անունն է շոշափվում, իսկ վերջերս որոշ գիտական շրջանակներում քննարկվել է ռուսաստանցի քաղաքագետ Վանաձորցի 36-ամյա Հենրիկ Սարդարյանի անունը։ Նա 15 տարեկանում ընդունվել է Մոսկվայի ՄԳԻՄՈ-ն, 2010 թվականին ավարտել, այժմ քաղաքական գիտությունների դոկտոր է, ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՄԳԻՄՈ-ի կառավարման եւ քաղաքականության ֆակուլտետի դեկանը։ 2020 թվականին նշանակվել է Ռուսաստանի ներկայացուցիչ ՄԱԿ-ի պետական կառավարման գծով փորձագիտական կոմիտեում, նաեւ ՌԴ հասարակական պալատի անդամ է։ Բարբերաբար մասնակցում է ռուսական հեռուստաալիքների քաղաքական թոք-շոուներին։ Նա բավականին ազգայնական հայացքներ ունի, չնայած տևական ժամանակ Ռուսաստանում է ապրել, բայց նացիոնալիստ հայ է համարվում։ Միայն այն փաստը, որ նա ադրբեջանական մամուլի մշտական թիրախներից է, խոսում է այդ մասին։ Ռուսական որոշ շրջանակներ չեն բացառում, որ նա կարիերան կշարունակի հայրենիքում, Հայաստանում։